Այս շաբաթ Երևանում իր նոր գրասենյակը բացեց վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, որը մեր երկրի ամենախոշոր ֆինանսական ոլորտի գործընկերներից է։ ՎԶԲ-ը միայն անցած տարի 156 միլիոն եվրոյի ֆինանսական միջոց է ուղղել առևտրային բանկերին, չհաշված ենթակառուցվածքների ու փոքր և միջին բիզնեսի զարգացման ծրագրերը։ Այժմ ՎԶԲ-ը նոր ծրագիր է սկսում, որը զարգացնելու է կապիտալի շուկան։ Դրա նպատակն է ավելացնել հայկական դրամով վարկավորումները, հզորացնել կորպորատիվ կարողությունները։ ՎԶԲ-ը հայտնի է նաև մեր երկրի ենթակառուցվածքներում իր անմիջական մասնակցությամբ։ Նաիրի Մուրադյանը կպատմի Երևանի մետրոյում արդեն իրականացված և ծրագրվող նախագծերի մասին։ Ինձ համար ամենահետաքրքրականներից մեկը օրինակ Հրազդանում կառուցվող նոր աղբավայրի շինարարության ֆինանսավորումն է, որը լինելու է միջազգային չափանիշներին համապատասխան և սպասարկելու է ոչ միայն Հրազդանը, այլև Կոտայքի մարզի համայնքներն ու Սևան քաղաքը։ Հայաստան, Ալբանիա, Բելարուս, Հունաստան, Վրաստան, Բուլղարիա եւ այսպես ավելի քան 3 տասնյակ երկրներ, որոնց վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն օգնում է ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկ անվտանգության, բնապահպանության ոլորտներում։ Հայաստանը ՎԶԲ-ի անդամ դարձավ 92-ին։ ՎԶԲ-ը Հայաստանի խոշորագույն վարկատուներից է։ Մեր երկրում գործունեության մեկնարկից ի վեր բանկը 135 ծրագրում ներդրել է ավելի քան 900 միլիոն եվրո։ ՎԶԲ ղեկավարությունը գոնե 2 տարին մեկ այցելում է Հայաստան իրականացվող աշխատանքներին ծանոթանալու համար։ ՎԶԲ նախագահ Սումա Չակրաբարտին մոտ 2 տարի առաջ էր եղել Հայաստանում։ Հայաստանի ռազմավարական գործընկեր դարձած բանկի ղեկավարին իր նստավայրում ընդունում է նախագահ Սերժ Սարգսյանը։ Երկրի ղեկավարը համարում է, որ տնտեսության ենթակառուցվածքների զարգացման, պետական ծրագրերի եւ փոքր եւ միջին ձեռներեցների աջակցության, ֆինանսական շուկաների, պետական գնումների ոլորտում ՎԶԲ-ի 100-ից ավելի ծրագրերն արդյունք են տվել։ ՎԶԲ-ը պատրաստակամություն է հայտնել քառամյա համագործակցության ռազմավարության շրջանակում Հայաստանում ընդլայնել բանկի գործունեության ծավալը։ Լրագրողների հետ հանդիպմանը Չակրաբարտին փաստեց. Հայաստանը հաջողություններ է գրանցել հատկապես առևտրի խթանման, փոքր եւ միջին ձեռներության զարգացման ոլորտներում։ Չակրաբարտին համարում է, որ 2014-ը Հայաստանի համար ռեկորդային տարի էր։ ՎԶԲ վարկավորմամբ Հայաստանում մոտ 18 ծրագիր է իրականացվել, մոտ 114 միլիոն եվրո գումարի չափով։ Հայաստանի հետ ՎԶԲ գործակցությունը տարեստարի ամրապնդվում է, ինչի արդյունքում 2014 թվականին աննախադեպ աճ է գրանցվել Հայաստանում բանկի իրականացրած ծրագրերի ֆինանսավորման առումով։ Մեկ օրում 2 կարևոր փաստաթղթերի ստորագրում։ Փաստաթղթերից մեկի ստորագրմամբ ազդարարվեց Երևանի մետրոպոլիտենի արդիականացման ու զարգացման ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը։ Մյուս փաստաթղթով մայրաքաղաքում լուսավորվելու է 28 փողոց։ Այս ծրագիրն առաջին հերթին ուղղված է էներգիայի արդյունավետ օգտագործմանն ու խնայողությանը։ Ունենանք բարձր որակյալ լուսավորություն Երևան քաղաքում եւ հետագայում կշարունակենք Երևան քաղաքի հաջորդ փողոցներին։ Ընդհանրապես եվրոպացիներին դուր է գալիս, որ քաղաքացիների տեղաշարժն իրականացվում է անվտանգ ու ժամանակակից փոխադրամիջոցներով։ ՎԶԲ ղեկավարությունը 2009-ից իր առջև խնդիր է դրել արդիականացնել Երևանի մետրոպոլիտենը, այն դարձնել 21-րդ դարի փոխադրամիջոց։ Մետրոպոլիտենի ղեկավարությունը Եվրոպական բանկի ներկայացուցիչներին, Եվրամիության հայաստանյան ղեկավարությանն ու Երևանի քաղաքապետարանին ներկայացրեց ՎԶԲ-ի եւ Եվրամիության տրամադրած 15 միլիոն եվրոյի ծախսը։ Այդ միջոցները ուղղվել են 8 վագոնային համակարգի լիարժեք կապիտալ վերանորոգմանը։ Սա առաջին փուլում։ Երկրորդ փուլում տրամադրվել է եւս 15 միլիոն եվրոյի վարկ եւ դրամաշնորհ։ 21-րդ դարում ստորգետնյա փոխադրամիջոցներից օգտվելիս Հայաստանի քաղաքացին թունելներում խոնավության հոտ չպետք է առնի։ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ծրագրով նախատեսում է երկարացնել թունելների դրենաժային համակարգը եւ ստորգետնյա ջրերն ուղղել դեպի Հրազդան գետ։ Մետրոյի վազորդային թունելների հարևանությամբ գործող դրենաժային թունելը Զորավար Անդրանիկ կայարանից ձգվում է մինչև Հրազդան գետ։ Այն պետք է երկարաձգվի գոյություն ունեցող դրենաժային թունելից դրենաժը պետք է հասցվի մինչև Հանրապետության հրապարակ կայարանի պոմպակայան։ Այստեղ նույնպես կա ստորգետնյա ջրերի ուժը հոսք։ Ծրագիրը պետք է իրականացվի 1 տարվա ընթացքում։ Բացի դրենաժներից նաև անվտանգության խնդիր կա, որը էլի եմ կրկնում, մեր քաղաքացիները իրենց աշխով դա չեն տեսնում, ամբողջը գետնի տակ է եւ թունելային աշխատանք է, որը մենք պետք է կարողանանք այդ թունելների ամրացման եւ անվտանգությունը ապահովեն գնացների անխափան երթին։ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը Հայաստանի համար ռազմավարական նոր ծրագիր է մշակում։ Առաջինը ներդրումային միջավայրի բարելավում, հզորացնել կորպորատիվ կարողությունները, զարգացնել կապիտալի շուկան, հնարավորություն ընձեռել վարկավորումներն իրականացնել հայկական արժույթով։ Բանկը նաև կոժանդակի հանրային ծառայությունների հատված է։ Հուսով եմ, սեպտեմբերին բանկի տնօրենների խորհուրդը կհաստատի դա։
Միայն անցած տարի 156 միլիոն եվրոյի չափով ֆինանսական միջոց է ուղղվել առևտրային բանկերին։ Վերավարկավորման արդյունքում ռեսուրսների մի մասը փոքր եւ միջին ձեռներեցներին հայկական դրամով է տրամադրվել։ Նրանք նաև մեր համար առանձնացան որպես պարտնյոր այն իմաստով, որ արդեն մի քանի թողարկում ունեցան պարտատոմսերի հայկական դրամով։ Սա էական խթան է, էական այսպես գործոն է մեր պարտատոմսերի շուկայի զարգացման համար։ Մոտ 8 միլիոն եվրո արժողությամբ աղբավայրի կառուցման ծրագրի համար ՎԶԲ կհատկացնի 3.5 միլիոն եվրո գումար։ Փաստաթուղթը ստորագրված է։ Հրազդան քաղաքում կկառուցվի բարձր ստանդարտների համապատասխան աղբավայր։ Այն կսպասարկի նաև Սևան քաղաքը եւ Կոտայքի մարզի 7 համայնքներ։ Համապատասխանելու է լրիվ բնապահպանական չափանիշներին, այսինքն այնտեղ կուտակվող աղբը մշակվելու եւ որևէ ազդեցություն, որևէ վատ բնապահպանական ազդեցություն շրջակա միջավայրի եւ այլնի վրա չի թողնելու։ ՎԶԲ ղեկավարությունը հետաքրքրված է նաեւ Հայաստանի ու Վրաստանի միջև ենթակառուցվածքների զարգացման հարցով։ Առաջին քայլը կլինի Բագրատաշենի նոր կամրջի կառուցումը։ Ես կցանկանայի, որ ՎԶԲ ներդրումներ կատարեր Հայաստանի եւ Վրաստանի միջև կապուղիների բարելավման համար, այնպես որ ենթակառուցվածքների ոլորտում մեծ անելիքներ կան։ Բանկը կրկնապատկում էր ներկայությունն ու նախագծերը Հայաստանում։ Նույնն էլ ակնկալում է կառավարությունից։ Դժվար ժամանակները ավելի շատ աշխատելու, նորովի գործելու եւ adekvat որոշումներով մարտահրավերները հաղթահարելու ժամանակ է։ Նաիրի Մուրադյան, Ավետ Տավյան, ժամը լրատվական։